Ուֆ, Ադասա, վերջապես ավարտեցինք տան մաքրությունը։ Այո, վերջապես, Բայց ինչ հոգուտ։ Հորաքրոջը ճանապարհեցինք, հիմա էլ հորեղբայրն է գալու։ Ինչպես է հորեղբայրն է գալիս։ Էլ բան ու գոշ չունենք, ամբողջ օրը բարեկամների ենք ընդունում ու ճանապարհում։ Փոխարենը տունը տանք վարձակալությամբ, մի քիչ գումար աշխատենք։ Հոգնեցինք արդեն էլի։ Դե լավ էլի լուրջ ես ասում։ Իհարկե լուրջ եմ ասում։ Հոգնեցինք արդեն, հեսա կգաք ասի, Ադասա ջուր բեր, Ադասա հողաթափերս բեր, Ադասա այս կողմանցի, Ադասա այն կողմանցի, հոգնել ենք արդեն, չեմ ուզում որ գա, մի բան արա, մի բան մտածի, թող չգա անկած, մի բան արա։ Մի մտածիր, մի բան կանենք։ Ուֆ, այ մարդ, ինչ ես անդհատես կողմեն կողմ գնում գալիս, գլուխս պտտվեց յա։ Բա ինչ պետք է անեմ, ամբողջ օրը ոչինչ չեմ վաճառել, իսկ մեր հարևան Ահարոնը դեռ օրվա կեսին բոլոր մրգերը վաճառել և տուն էր գնացել։ Պահ, Ահարոնը, մի խորամանկություն մտածած կլինի էլի, Ահարոնին նոր ես ճանաչում։ Քանի անգամ եմ քեզ պատմել, թե որն է նրանց հաջողության գաղտնիքը, բայց դե ձեր երկրում չեմ պատմել քեզ դրա մասին։ Դրա համար էլ ամեն անգամ մի բան հորինում ես։ Լսիր, նորից եմ ասում, Ահարոնենց հաջողության գաղտնիքը այն է, որ նրանք ուխտ են արել Աստծո հետ և տաճարում տասանորդ են տալիս։ Դրա համար էլ ում մոտ որ վատ լինի, Ահարոնենց գործերը միշտ լավ են։ Քանի որ խոստում կա Աստծո խոսքում, գրված է, եթե տասանորդ տաս, Աստված կփակի քո կյանքում բոլոր անհաջողության, ձախորդության դռները և կբացի օրհնության դռները, հասկանում ես, արի մենք էլ տանք տասանորդ։ Դե հա, հասկանում եմ, հիշում եմ, էլի ես պատմել ես մասին, բայց միևնույն է, ես չեմ պատկերացնում այդ ոնց պիտի լինի։ Համ էլ հիմա խառը օրեր են, մարդը համար տոն է, սենյակները հազիվ են ազատվել, մի մեծահարուստ մարդիկ գտնենք, տանք վարձով գումար աշխատենք, պարտքերներս փակենք, հետո նոր տասանորդի մասին կմտածենք, հիմա դրա ժամանակը չի էլի։ Դե հերիք է էլի այկին, ամեն անգամ նույն բաներն ես ասում, արի փորձենք, մեկ է տեսար մենք էլ հաջողվեցինք։ Ով, չգիտեմ։ Ամեն անգամ նույն բաներն ես ասում։ Դանիել, վերջապես եկար։ Մամ, արի տղա տուն է վերադարձել։ Ուր էիր։ Այդում ես նայում։ Քեզ ինչ թվում եմ նայում։ Դանիել, որդիս որտեղ էիր, բոլորս քեզ էինք փնտրում։ Մամ ջան, նոր քաղաքում էի։ Ամուսիններ տեսա, գիշերելու տեղ էին փնտրում։ Հետո Պատկերացրում ես, մամ, կենտրոնի դարպասներից մինչև Մարկոսենց տուն մեկը տեղ չտվեց։ Կինն էլ հղի։ հասկանում եմ որդիս, ափսոս։ Մամ, Հասա Դանիել, իսկ միգուցե մեր տուն բերենք։ մեր տուն։ Ոչ Դանիել։ Ոտե ձեր հոգսն ինձ արդեն բավարար է։ Էլ չեմ ուզում գլուխս ցավի տակ դնել։ Եվ հետո մի կարգին առողջություն էլ չունեմ։ Դանիել, մայրիկը ճիշտ է ասում։ Համել սենյակները նոր եմ հավաքել մաքրել։ Նայիր Դանիել, տես որ նրանց մեր տուն չբերես։ Լավ, եղբայրս, շատ մի մտածիր։ Ոնց էլ լինի, միտեղ կգտնենք գիշերելու։ Եղեպ հասենց տունը ցույց տուր, թող այնտեղ էլ գիշերեն։ Դավիթ ուր ես։ Ստեմ Հայրիկ։ Տղաս, գառներին կերակրել ես։ Այո, կերակրել եմ։ Հիշիր, պիտի նրանք շատ լավ տեսք ունենան, որ կարողանանք վաճառել մարդահամարի ժամանակ։ Մի անհանգստացիր Հայրիկ։ Ամեն բան կարգին է։ Մեր գառները ամենալավն են այս տարածքում։ Ապրես տղաս, ապրես։ Ահա այն աստղը, արդեն շատ մոտ է։ Այս ինչ փոքր քաղաք է։ Նայեք, այնտեղ հարուստ մարդիկ են գալիս։
Դավիթ, հայրիկ, հապա տեսեք թե ովքեր են գալիս։ Ինչ ձայներ։ Ինչ աղջիկս, ինչ ես բղավում։ Նայեք, ովքեր են։ Մայրիկ, այնտեղ հարուստներ են եկել։ Հարուստներ են, աղջիկը զարդերը բեր միգուցե կվաճառվեն։ Դավիթ, տղաս, գառներից բեր առաջարկենք, միգուցե վաճառվի։ Այ մարդ, տարի հազիվ հարուստ Այ մարդիկ ինչ իրան դա։ Բերում է։ գեղեցիկ զարդեր են։ Մենք երկու սենյակ ունենք, շատ գեղեցիկ տեսարանով։ Լավ մրգեր ունեմ, կուզեք։ Ով Հրեաստանի մարդիկ։ Լսեք ինձ։ Դուք այնքան եք զբաղված ձեր առօրյայով, առուծախով, առևտրով, որ անգամ չեք նկատել այս մեծ եւ փայլող աստղը։ Ինչ աստղ։ Նայեք ինչ գեղեցիկ։ Մեծ ու հրաշալի աստղ է, մենք երբեք չէինք տեսել այսպիսի աստղ։ Իսկապես, այն էլ օրը ցերեկով տեսնում եք։ Հրեաստանի մարդիկ։ Միթե չգիտեիք, որ թագավորն է ծնվելու։ Այո, թագավորն է ծնվելու։ Մենք թագավոր ունենք, մեր թագավորը Հերովդեսն է։ Ով Հրեաստանի մարդիկ։ Մենք մոգեր ենք եւ եկել ենք արևելքից, տարբեր քաղաքներից։ Այս մեծ եւ լուսավոր աստղի հետևից, որը մեզ բերեց այս քաղաքը։ Մենք եկել ենք, որպեսզի երկրպագենք աշխարհի փրկչին, թագավորին, որ պետք է ծնվի այս քաղաքում։ Միթե չգիտեք։ Լսում եք, վերջապես Այո ժողովուրդ, մեր բոլորի համար փրկիչ է ծնվելու։ Հարկեցներ, վերջապես մի լավ նոր։ Ինչպես որ մենք հավատացինք, դուք էլ հավատացեք, որ աշխարհի փրկիչն է ծնվելու։ Մենք գնում ենք նրան փնտրելու, որպեսզի երկրպագենք։ Հարկեցներ, Տեսար որդի գնում են արի փորձենք վաճառել։ Մենք շատ լավ սենյակներ ունենք, չեք ցանկանա։ Արդյոք գիտեք մարդիկ, որ փոքրիկ տղան Տերն է ողջ արարչության, արդյոք գիտեք մարդիկ, որ փոքրիկ տղան թագավորն է ազգերի։ Դուք գիտեք, որ փոքրիկ տղան գառնոկն է երկնքի, Որդուն, որի սպասում եք, արքան է ամենի։ Երևի մոգերը ճիշտ էին։ Սիրտս ուրախությամբ լցվեց։ Դա ինչ չէ հետաքրքրում։ Մայրիկ, քեզ հետ ինչ-որ բան կատարվեց։ Հավատքդ էլ չբարձրացավ։ Մամ, այսօր կարևոր օր է։ Արի ընդունենք այդ մարդկանց։ Լավ էլի Դանիել։ Էլ չեմ ուզում խոսել այդ մասին։ Վերջացրու որդիս։ Արդյոք գիտեք մարդիկ, որ փոքրիկ տղան Տերն է ողջ արարչության, արդյոք գիտեք մարդիկ, որ փոքրիկ տղան թագավորն է։ Դուք գիտեք, որ փոքրիկ տղան գառնոկն է երկնքի, Որդուն, որին սպասում է, արքան է ամենի։ Ուֆ, հայրիկ, հոգնել եմ արդեն, ոտքերս առաջ չի գնում, ներքևի թաղամասում այդքան էլ փնտրեցինք, բայց հարմար ոչ մի սենյակ չգտանք,
Արի աղջիկս, այս թաղամասը մեծ է, մի սենյակ կգտնենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես կարծես լսեցի դուք սենյակ եք փնտրում։ Այո, մեզ սենյակ է պետք գիշերելու համար։ Իսկ գումար ունեք։ Այո, իհարկե։ Վայ, բա համեցեք, ինչ եք կանգնել։ Սպասում, երկու սենյակ ունենք, ազատ։ Համեցեք, այ ամուսին, հյուրեր ունենք, դիմավորի։ Այո, շատ հարմարավետ սենյակներ ունենք, համեցեք։ Հովսեփ, կանգնի մի րոպե։ Շունչս կտրվում է։ Հոգնել եմ արդեն։ Էլ չեմ կարողանում։ Գոնե մի քիչ շունչ քաշենք։ Մի քիչ էլ համբերի Մարիամ։ Տես այս քաղաքի տները շատ են։ Միգուցե այստեղ գտնվեն բարի մարդիկ եւ մեզ գիշերելու տեղ տան։ Ես հավատում եմ Աստծուն։ Գիտեմ Հովսեփ, որ Աստված մեզ կօգնի։ Ես էլ եմ հավատում։ Բարի գնանք այն կողմ։ Մոտենանք այս տներին։ Գուցե մեզ օգնեն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք մարդահամարի համար ենք եկել։ Կինասը իրեն լավ չի զգում եւ գիշերելու տեղ ենք խնդրում։ Համեցեք խնդրեմ։ Բարև ձեզ։ Բարև Ինչպես թե համեցեք։ Ոչ, մենք չենք կարող։ Կներեք, բայց մեր հորեղբայրն է, ուր որը պիտի գա։ Մենք հյուրեր ունենք եւ տեղ չունենք։ Ճիշտ եմ, չի ասում քույրիկս։ Այո, իհարկե քույրիկս ճիշտ ես ասում, մենք անհամբեր սպասում ենք մեր հորեղբորը։ Նա ուր որը կգա, այնպես որ տեղ չունենք։ Լավ։ Մենք տուն ուզում ենք վարձակալության տանք, իսկ դու ասում ես համեցեք, բարեգործ ես դարձել։ Բարև ձեզ։ Դեր խճացի մի բան։ Բարև ձեզ։ Մենք մարդահամարի համար ենք եկել։ Այո։ Եվ գիշերելու տեղ ենք խնդրում։ Գիշերելու տեղ։ Կինասը իրեն լավ չի զգում։ Խնդրում եմ, մեզ գիշերելու տեղ տվեք։ Իսկ ձեր մոտ փող ունեք դուք։ Փող, Գումար չունենք։ փող չէ, չունենք։ Ունեք։ Լավ, խնդրում եմ, սպասեք ինձ այստեղ։ Դա։ Այկին, ուր ես։ Արի։ Ինչ է պատահել։ Լսիր, մարդիկ են եկել։ Գիշերելու տեղ եմ փնտրում, բայց մոտները գումար չունեն։ Գնա մերժիր, ասա որ մեր մոտ տեղ չկա։ Բայց ես ինչի պիտի գնամ։ Ում ասես տուն ես տալիս։ Դե գնա ինքդ էլ Ես մերժի։ չեմ կարող մերժեմ, չգիտես։ Լավ, հա ես կգնամ։ Բարև ձեզ։ Ներեցեք, մեզ գիշերելու տեղ է պետք։ Եթե հնարավոր է, տակ մենք շատ Կներեք շնորհակալ իհարկե, կլինենք։ մենք սիրով ձեզ կօգնենք, բայց մեզ էլ հասկացեք։ Մեր սենյակները վճարովի են, սա մեր ապրուստի միջոցն է։ Ցավոք, եթե գումար չունեք, չեն կարող ձեզ սենյակ հատկացնել։ Կներեք, հա հաջողություն։ Բարի գնանք Մարիամ։ Այ Հովսեփ, շուտով կմտնի։ Ինչ պետք է անենք։ Ես արդեն ինձ լավ չեմ զգում։ Մի հուսահատվի Մարիամ։ Կգտնվեն բարի մարդիկ։ Կգտնվեն։ Չգիտեմ։ Մի րոպե, սպասեք։ Մամ, ես թե եկեք։ Այս մարդկանց մասին է ասում։ Նրանք են գիշերելու տեղ փնտրում։ Եկեք օգնենք նրանց։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք մարդահամարի համար ենք եկել։ Կինասը իրեն լավ չի զգում։ Խնդրում եմ, մեզ գիշերելու տեղ տվեք։ Գիշերելու տեղ, բայց մենք ազատ սենյակ չունենք։ Ներեցեք, խնդրում եմ, ուղղակի որդիս սխալվել է։ Ներեցեք, խնդրում եմ, Դանիել։ Ապա մի տուն անցիր, Դանիել։ Բարև ձեզ։ Որ լսում եմ, բարև ձեզ։ Մենք մարդահամարի համար ենք եկել։ Այո։ Կինասը իրեն լավ չի զգում։ Խնդրում եմ, մեզ գիշերելու տեղ տվեք։ Հա, իհարկե։ Աղջիկս, արի մայրիկիդ կանչիր։ Չես տեսնում, այս կինը օգնության կարիք ունի։ Հեսա սպասեք։ Ինչ է պատահել այ մարդ։ Գիշերելու խնդիր ունեն։
Ովքեր են այս մարդիկ, բարև ձեզ։ Մենք մարդը համարի համար ենք եկել։ Կինս իրեն լավ չի զգում։ Խնդրում եմ, մեզ գիշերելու տեղ տվեք։ Դու չգիտես, որ մենք տանը տեղ չունենք։ Բայց դες կառաջարկենք մեր մսուրը։ Ճիշտ է ասում։ Մսուրը մի ազատ հատված ունեք։ Համել այնտեղ տակ է, եկեք ցույց տամ։ Այնտեղ համատաբար տակ է։ Մսուրը, դե ինչ արած։ Եկեք։ Ահա, տեսեք, այստեղ ազատ է ու տակ է։ Տակ է, հարմար, գոնե մի քիչ համ։ Շնորհակալ ենք, բարի մարդիկ։ Շնորհակալ ենք։ Եվ ահա այն աստղը, որ տեսան մոգերը արևելքում, նրանց առաջին գնում էր, մինչև որ եկավ, կանգնեց այն տեղի վրա, ուր էր երեխան։ Եվ երբ որ նրանք տեսան այն աստղը, մեծ ուրախությունով, ուրախացան շատ, երբ որ տունը մտան, գտան երեխային իր մայր Մարիամի հետ եւ ընկնելով երկրպագեցին նրան եւ իրենց գանձերը բացեցին, ընծատվին նրան ոսկի եւ կնդրուկ եւ զմուրս։ Եվ ահա այն տեղում հովիվներ կային դաշտում կացող, որ գիշեր իրենց հոտերը պահում էին։ Եվ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նրանց առաջին եւ ասեց նրանց, թե այսօր ձեզ փրկիչ ծնվեց Դավթի քաղաքում, Քրիստոս Տերը։ Եվ հանկարծակի այն հրեշտակի հետ եղավ երկնավոր զորքի մի բազմություն, որ Աստծուն օրհնում էին եւ ասում. Փառք Աստծուն բարձունքում եւ երկրի վրա խաղաղություն եւ մարդկանց մեջ հաճություն։ Ամեն, Քրիստոսը ծնվեց եւ հայտնվեց մեզ եւ ձեզ, մեծ ավետիս, օրհնյալ է մեր Տիրոջ հայտնությունը, մենք միացնում ենք մեր փառաբանությունը բազում փառաբանողներին, որ ամեն ազգերից, լեզուներից Աստծուն փառաբանում են այսօր էլ, եւ մենք էլ սրտանց մեր ընծաներ այսօր ուզում ենք բերել մեր Աստծո առաջ, ով ներկա է այստեղ, փառքը տալիս ենք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, ամեն։